Իսկ քաղաքական առաջնորդ եք ուզում տեսնել հաջորդի եսի ղեկավարի պաշտոնի։ Հայաստան դաշինք։ Որտեղ ինքը ուժեղ մարդ է, խելոք մարդ է, կրթված մարդ է, աշխատած մարդ է։ Դրա համար փորձված մարդ է։ Ցանկանում եմ նրանց ղեկավարը լինել, համ ժողովրդի համար մտածա, համ երկրի համար սրտացավ ղեկավարը լինի, որ այն աշխատավոր ժողովուրդը աշխատա արարա իրան հացի փող աշխատա իրան ընտանիքի համար, ոչ թե ասենք աշխատա, բայց չիմանա վաղը կարտնանա ինչ երկրում, ինչ ապրումների մեջ կարտնանա էլի։ Եկել եմ որպեսզի ես հայրենիք տեսնեմ, խորտ մարդ չտեսնեմ, հավալ մարդ տեսնեմ։ Մենակ դրա համար եմ եկել։ Ռոբերտ Փորչյանը որպես գործունյա ղեկավար շատ լավ ղեկավար է, հարց չկա։ Եթե նրան թիկունքում շատ շունչ չհաճի։ Ես ուզում եմ որպեսզի իմ ղեկավարը ըննի ուժեղ, հայրենասեր, որպեսզի եւ ավելի շուտ ազգասեր, որպեսզի կարա ամբողջ ժողովրդին ես չկնա ժամից դուրս։ Գեղամասար համայնքը, ասենք դա սահմանամերձ գոտումա բնակվում, մենք չենք ուզում Թուրքի կամեր կողքը։ 88 թվից ես Ադրբեջանից փախած եկած մարդ եմ։ 88 թվից։ Հիմի ասենք նորից տանք Թուրքին։ Դե դրա համար էլ մեզ առաջնորդապետ, որ ասենք դա պետք է լինի Հայաստան, ոչ թե Ադրբեջան։ Եվ ով է այդ առաջնորդը։ Առաջնորդը այս է մի մարդ է պետք։ 4 շրջան է վերաբնակեցրել։ Ես վերաբնակիչ եմ եղել Շահումյանի շրջանում, Քարավաճառում։ Այսօր որ Նիկոլ Կոչեցյալը ուրիշներին է մեղադրում հող տալու համար, Ղարաբաղը հանձնել են ոչ թե 23 թվականին, այլ 20 թվականին Նիկոլի ստորագրությամբ։ Իմ տղաս 16 թվականին զոհվել է։ Նիկոլը իմ տղուս գերեզմանը քանդել է տուել ինձ։ Ես ասել եմ ու ասում եմ, Նիկոլը հայ չի։ Երեկվան Փաշինյանի ելույթը կապանում լսել եք։ Ես Փաշինյանին ավելի լավ Ալիևին լսեմ, կաց թե Փաշինյանին։ Կասեք ինչի եք որոշել սատարել Ռոբերտ Քոչարյանին եւ իր քաղաքական թիմին։ Պարզ բանով, որ միգուցե մեր Ղարաբաղը հետ կա։ Ես իմ երկիրն եմ կարոտում, ես ընդեղ եմ ապրել։ Հիմի չեմ կարում ստեղ, իմ երեխեն ինձանից հեռու է, ամուսինս ասեց, ինքը զոհված է։ Բայց ընդեղ ինքը իմ մոտ է եղել, իսկ հիմա ես իմ երեխուն տենալու համար պետք է հասնեմ, ես իմ որ գնամ տենամ գամ, վախում եմ բերեմ ստեղ, բա որ ես տարածքն էլ տա Թուրքի։ Այն ժամանակ ես չգիտեմ իրան մինչև երբ եմ անիծելու։ Ինչի տենց արեց, ում էինք խանգարում Ղարաբաղցին, իրան ինչ էր արել։ Ասում է արդյոք մերը չէր։ Դե որ տենց նայենք, ես ավանն էլ ասելու Վարդենիսն էլ չի մերը, Սյունիքն էլ չի մերը, կարող է պարզվել Երևանն էլ չի մերը։ Ուղղակի շատ դժվար է, այլ ոչ մեկ չի պատկերացնում իր ստեղծած ունեցածը թողնի ու տեղափոխվի մի ուրիշ տեղ վախենա, այնտեղ մի բան անի, ծառ տնկի, բա որ այդ հողն էլ տա նրանց, այդ տունն էլ տա Թուրքի, ինչ կանեն։ Չգիտեմ, միայն Քոչարյան։ Բոլոր դեպքերում Հայաստանը ծաղկել է 2008 թվից, 98 թվից մինչև 2008 թվականները։ Ամենածաղկուն ժամանակաշրջանն եղել, երբ ուսուցչի աշխատավարձը ընդամենը 3000 դրամ էր, դարձավ 35000 դրամ։ Երբ ինժեների աշխատավարձը 5000 դրամ էր, դարձավ 45000 դրամ։ Երբ երկիրը ապահով էր ու հանգիստ էր, երբ վաղվա օրը տեսանելի էր, կարող է իր ամեն ինչ անել։ Նորից բերի իր տեղը, որ ինչ որ արեց այս իշխանությունը։ Սրանց ուղեղը մենակ գումարներ, փողեր հայթայթել աշխարհի բանկերից բերել ուտել։ Բայց ժողովուրդը ինչ վիճակում պետք է ապրի։ Ընտրական արշավների ժամանակ բերեց արդեն գումարներ բաժանեց, ժողովուրդ շատ լավ է։ Ինչն է շատ լավ, շատ վատ է, ամեն ինչն է շատ վատ է։ Ինչի եք որոշել Ռոբերտ Քոչարյանին սատարել։
որովհետև ինքը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել։ Թեյմիկ Ալիևի հորից սկսած ինքը sense ասած մեր բավարով ասեմ լավ լիդեր է։ Ու կուզենային ինքը լինի, որ այս ազգը այս թրքասման կերպարից հանի։ Ես ինչ հիշում եմ, միշտ եղել եմ պարոն Քոչարյանի հետևորդներից մեկը, հպարտացել եմ իրանով, ինքը իմ համար կոնկրետ հերոս է, քայլող լեգենդ է, ու այդպես էլ կմնա։ Միակ փրկությունը Հայաստան դաշինքի մեջ է։ Ինչ նկատի ունեք ասելով փրկությունը։ Առաջնորդը նկատի ունեմ, ուժեղ, հզոր առաջնորդ է եւ այս իրավիճակից միայն ինքը կարող անել։ Միայն ինքը։ Իսկ մեր երիտասարդն ծանոթ է, գիտի ուսանող վախտնից, համ ընդունակություններ, համ ուժեն, համ կազմակերպչական շնորհք են, Քոչարյան Ռոբերտի։ Այս թատաղ է։ Ակնկալիքները շատ մեծ է, հատկապես Ռոբերտ Քոչարյանից, որ մեր Հայաստանն այդ փոքր քարտեզն չմնա էլի։ Ղարաբաղ, Հայաստան վերջը մեր ամրության, մեր կայունության, մեր խաղաղության, իսկական խաղաղության, սուտ խաղաղության համար չէ։ Նրա ժամանակ մենք ապրել ենք, շատ լավ ենք ապրել, ամեն ինչ եղել է այն ժամանակ։ Ինչ է փոխվել իր կառավարման տարիներին։ Շատ բան է փոխվել, իր կառավարման տարիներին։ Տղայինք մենք ու հբարտ, յուրաքանչյուր վայրում կարայինք բարձրաձայն ասել, որ մենք հայ ենք, արդ երկրներում, իսկ հիմա մարդիկ ամաչում են, արդ երկրներում, տեղի պայմաններից չեմ խոսում, Քոչարյանը տղա է, Քոչարյանի առաջ Ալիևը թողում էր, իսկ հիմա Ալիևը նստած տեղ հրամաներ է տալիս, մենք էլ շատ լուր ու մուտ, ժպիտը դեմքին կոմպլիմենտներով կատարում են։ Մեր արժանապատվությունը դեն շպրտելով հասել ենք այսօրվան։ Եվ ես հույսով եմ, որ լինելով Հայաստան դաշինքի կողքը հաղթական ավարտից հետո վերջապես մենք կունենանք մեր հզոր պետությունը։ Ինձ թվում է, որ ինքը ավելի լավ ղեկավարի, քան թե ներկա ժամանակվա մեր ղեկավարը, որը ամեն ինչ արդեն Թուրքին է տվել։ Եվ Մասիսարն է ասում մերը չի, եւ Արցախն է ասում մերը չի, որ մեկն ասեմ, չգիտեմ, որ մեկը ասեմ, մենք այդպիսի ղեկավար չենք ունեցել, ես 70 քանի տարեկան եմ, բայց այդպիսի ղեկավար չեմ տեսել, ղեկավարներ են եկել գնացել, բայց դրա նման անթասիբ, ուրացող, թուրքամետ ղեկավար չեմ տեսել։ Ինչու Քոչարյանը։ Ինչ սենց հազար տալ։ Կարգի բերեց Հայաստանում։ Ինչպեսին պետք է լինի ձեր կարծիքով Հայաստանի հաջորդ վարչապետը։ Հայաստանի հաջորդ վարչապետը միայն պետք է լինի ոչ սրանման։ Ոչ սրան, հայրենասեր պետք է լինի, ազգասեր, ժողովրդասեր, մարդասեր։ Այդ պետք է կրթված լինի, գրագետ լինի։ Ամեն մի հատ փողոցից բռնա ժուրնալիստի չեմ բերում դնում վարչապետ։ Հետո դեմոգրաֆիան ցույց կտա, թե դա ինչքան վնասվեց հայ ժողովրդին։ 5000 ընտանիք, 5000 օջախ փլվեց։ Ինչ տեսանք դա։ Ապրել ենք այդ քաղաքական ուժի հետ, ինքը եղել է նախագահ, տեսել ենք ոնց է կառավարում ու հիմա տենում ենք ոնց են կառավարում։ Ես ինքս երկար տարիներ եղել եմ սահմանապահ, ազատ նստել ենք հրամատների գլխին, որովհետև մտածել ենք նախագահը մտածել է ունի ուժեղ բանակ, մենք մտածել ենք ունենք ուժեղ նախագահ, որ նույնիսկ մի հատ փամփուշտ չի կրակվի այն կողմից, որովհետև գիտակցել են, որ մի փամփուշտին կպատասխանվի մի քանի փամփուշտով։ Ու դրա համար մենք եղել ենք անվտանգ միշտ էլ, բայց հիմա նույն հակառակն է։ Մեր հակառակորդներն են հեռախոսով մտնում խրամատ, մենք զենքով մտնում ենք, բայց այդ զենքներ չի մեզ ապան։ Քաղաքում ապրող եւ այլը, թող մտածեն մի քիչ սահմանին ապրող ժողովրդի մասին։ Թող մի հատ գիտակցեն, լավ խորը մտածեն, նոր որոշեն ում տան իրենց քվեն։ Այն ժամանակ 2 սար ենկում եղել է նոր մեր հայկական դիրքերը։ Այսօր մեր դիրքերը մեր տներում է արդեն։
իսկ թուրքը նստած է մեր տների վերևը։ Ես կարող եմ բազմաթիվ լիք օրինակներ բերել, բայց այն մարդիկ, ովքեր դա տեսել են, պարտավոր են վկայել մի բան, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է կայուն զարգացում։ Ակենել է ծանր բեռը, որ Ռոբերտ Քոչարյանն էր վերցրել իր վրա, այն ժառանգություն, այն սարսափելի քանդած երկիրը, որը թողել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդ որում Նիկոլի պապա Լևոն Տեր-Պետրոսյանը, ես լավ ծանոթ եմ էլի այդ ամենին, հա, Ռոբերտ Քոչարյանը դա պատվով հանեց դուրս։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները շատ լավ հիշում եմ եւ թվարկելու համար թե ինչ օգուտներ է բերել Հայաստանի, երևի շատ ավելի երկար ժամանակ պետք է։ Միայն կարևորը կարամ ասեմ, որ ամենաանվտանգ ժամանակն է եղել վերջի 30-35 տարվա մեջ։ Առաջընթաց ենք ունեցել բոլոր ոլորտներում։ Եվ մեր երկրին այս վիճակում այսօր հենց անհրաժեշտ է այդպիսի առաջնորդ, որը որ ուժեղ է, հաստատակամ է, պետականամետ է, մնացածը թողնում ենք ժողովրդի տատին։